Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն իր միկրոբլոգում գրել է. «Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքներ փոխանակելու համար հանդիպման իմ առաջարկն ինձ անվանելով պոպուլիստ։ Եթե անուն խաղաղության հանդես գալը պոպուլիզմ է, ապա ես հպարտությամբ ընդունում եմ այդ պիտակն այնքան, որքան անհրաժեշտ է», գրել է պատգամավորը։ Ապրիլի 1-ին տեղական ժամանակով ժամը 13:56-ին ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Հայաստան-Վրաստան սահմանային գոտի Բավրագյուղից 13 կիլոմետր հարավ-արևել, Կոջախի 10 կիլոմետր խորությամբ 3.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-ից 5 բալ։ Վիլեն Գաբրիելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելուց հետո մանդատը կտրամադրվի քաղաքացիական պայմանագրի ընտրացուցակի հերթական հաջորդ համարին Արշակ Օրդուխանյանին։ Վերջինս եղել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կայցելի Ադրբեջան, այցը նախատեսված է այս ամիս, նշենք, որ սա նրա առաջին այցն է Ադրբեջան որպես Իրանի նախագահ։ Թրամփը հայտարարել է, որ ինչ-որ պահի Դոգի արդյունավետության դեպարտամենտը կդադարեցնի գոյությունն, իսկ Իլոն Մասկը կվերադառնա իր աշխատանքին։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կառավարության արդյունավետության դեպարտամենտը կդադարի գոյություն ունենալ, քանի որ այն ղեկավարող Իլոն Մասկը որպես հատուկ պետական ծառայող հասանելի կլինի միայն 130 օրվա ընթացքում։ Ալ-Նասրի արձակվող Քրիստիանո Ռոնալդոն կարող է վերադառնալ Մադրիդի Ռեալ, հայտնում է Sky Sports-ը, նշում է, որ 40-ամյա պորտուգալացին դիտարկում է Ալ-Նասրի հետ պայմանագիրը չի երկարաձգելու հնարավորությունը։ FIFA-ն աշխարհի ակումբային առաջնության ժամանակ հունիսի 1-ից 10-ը կբացի հատուկ տրանսֆերային պատուհաններ, իսկ Ռոնալդոն հնարավորություն կունենա մեկ մրցաշարի պայմանագիր կնքել թիմի հետ։